Նինոցմինդայի երաժշտական դպրոցում անցկացվեց ապագայի աստղեր փառատոնի նախընտրական փուլը, որտեղ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Նինոցմինդայի եւ Ախալքալաքի երաժշտական դպրոցների սաները։ Գեղեցիկ կատարումներով ու բուռն ոգևորությամբ երեխաները կատարեցին իրենց ստեղծագործությունները։ Ինչպես նշեց Նինոցմինդայի երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Մարաբյանը, սա հնարավորություն է մեր երեխաներին աճելու, զարգանալու, կապվելու դասական երաժշտության եւ ինչու՞ չէ նաեւ դառնալու նրա մի մասնիկը։ Сегодня в Ниноцминской музыкальной школе проходил отборочный тур конкурса «Звезды будущего», организатором которого является Нина Купатадзе, наш директор Союза деятелей искусства Грузии «Искусство для будущего». Приняли участие ученики Ниноцминской музыкальной школы и ученики Ахалкалакской музыкальной школы. Из наших, выступили ученики фортепианного отделения и общий хор музыкальной школы. Отмечу, что такие конкурсы, они нужны и необходимы, потому что играют очень важную роль в развитии творческого потенциала детей и педагогов. Они объединяют талантливых участников, создают атмосферу вдохновения и, конечно, дает возможность обмена опытом. Но подготовка к такому конкурсу, конечно, требует большой работы, терпения и любви, конечно, любви к искусству. Именно любовь к музыке нас объединяет и дает силы двигаться вперед. Для меня особенно важно видеть рост наших учеников, видеть их стремление к развитию, ну и, конечно, видеть их радость от выступления. Всем желаю удачи, желаю всем участникам ярких выступлений и, конечно же, заслуженных побед. И хочу, конечно, выразить благодарность организаторам и всем членам жюри за проведение такого значимого и вдохновляющего конкурса. Очень серьезный конкурс, очень масштабный конкурс. Участвуют почти все регионы Грузии, поэтому надеемся, в этом году можно сказать, что наши ученики намного лучше были подготовлены. Будем надеяться на лучшее, будем надеяться, что будут хорошие результаты. Փառատոնի նախընտրական փուլին ժյուրիի կազմում էր փառատոնի հիմնադիր ղեկավար եւ միևնույն դեպքում արվեստի մեծ գործիչ երաժիշտ Նինո Կուպատաձեն, ում բազմից ենք առիթ ունեցել հանդիպելու, զրուցելու ու ինչու՞ չէ նաեւ խորհրդակցելու։ Այսօր նա եւս մեծ գոհունակությամբ ներկայացրեց մեր երեխաների մասնակցության ու պատրաստվածության մասին։ საქართველოს ხელოვანთა კავშირი ხელოვანები მომავლისთვის უკვე 19 წელი ახორციელებს საკონკურსო პროექტს მომავლის ვარსკვლავების სახელწოდებით։ Վրաստանի արվեստագետների միությունը ապագայի համար արդեն 19 տարի իրականացնում է ապագայի աստղեր խորագրով նախագիծը։ Ինչպես արդեն անվանումից էլ պարզ է, մենք փնտրում ենք տաղանդավոր երեխաների հանրապետության ողջ տարածքում։ Այսօր հանրապետական փուլը դարձել է նաև տարածաշրջանային եւ այն անցկացվում է Նինոցմինդայում։ Մեզ համար մեծ ուրախություն է տեսնել, որ երեխաները տարեց տարի ավելի հետաքրքիր ու պատրաստված են դառնում։ Ծրագրերն ավելի բարդ ու բազմազան են։ Ամեն տարի արդյունքներն ավելի են բարելավում եւ կարծում ենք, որ այս տարիների ընթացքում մենք բացահայտել ենք բազմաթիվ տաղանդավոր երեխաների եւ այս օրը եւս բացառություն չի լինի։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել հյուրընկալ դպրոցին, քանի որ կազմակերպչական մեծ աշխատանք է կատարվել, չնայած լարվածությանը։ Ամեն ինչ անցավ հետաքրքիր եւ կազմակերպված, եւ մենք գոհ ենք արդյունքներից։ Մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին,
ինչպես նաև այսօրվա մրցույթին մասնակցած երկու դպրոցներին՝ Նինոց Մինդայից եւ Ախալքալակից։ Մինդասած ախալքալակսած սերո მე მგონი ჩვენ წინ მივდივართ და თავარი ეს არის. Ապագայի աստղեր փառատոնի նախընտրական փուլի ամփոփիչ պատասխանները կհրապարակվեն ապրիլի 20-ից հետո։ Ցանկանանք մեր փոքրիկ արվեստագետներին հաջողություններ երաժշտական ասպարեզում։